Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այդ երկրաշարժի օրերից հետո նորից կանք գտավ, ոտի գտավ, ոտքի կանգնելու ոտքի գտավ իր մեջ։ Հետևաբար կարծում եմ, որ մեր ուժի համար խորհրդանշական բան է նաև նորից սկսել։ Ինչ փոփոխություններ եք տենում։ Առաջին հերթին ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը փոփոխությունների պետք է գնա եւ մերժի նախկին քաղաքական համակարգը, որի անբաժանելի մաս են բոլոր նախկին նախագահները եւ ներկայիս վարչապետը, նրանց արբանյակ ուժերի հետ միասին։ Մեր քաղաքական ուժը ջատագովն է գիտելիքահեն կառավարմանը, այսինքն դա պետական կառավարման համակարգի փոփոխություններով պայմանավորված արժանիների իշխանություն պետք է լինի։ Շատերը ասում են, որ ինքնահռչակ արժաններ եք դες հայտարարել։ Մենք ճպտում ենք եւ ասում ենք, որ մենք դուրը բացողն ենք արժանիների համար, գիտակցում ենք, որ եթե քաղաքական ուժի առաջնորդը հաղթում է համապետական ընտրություններում, պետք է դադարի միայն կուսակցության առաջնորդ լինելուց, պետք է դառնա ամբողջ հանրապետության առաջնորդ եւ դիտարկի հայ ժողովրդի կադրային բազան, բոլորին, ոչ միայն կուսակցական կադրային բազան։ Այդ փոփոխությունները մենք բերել ենք եւ ես գտնում եմ, որ մեր ժողովուրդը արժանի է ավելի լավ կյանքի, մեր ժողովուրդը արժանի է հավասարակշռված խաղաղության եւ արժանի է քաղաքակիրթ աշխարհի մասը լինելու, եվրոպական արժան համակարգի մասը լինելու եւ զարգացած աշխարհի հետ հաղորդակցվելու։ Մենք նաեւ խոստացել ենք, որ առանցքային փոփոխություններ պետք է իրականացնենք հանրակրթության ոլորտում, մանկապարտեզներից սկսած մինչև բարձրագույն ուսումնական հաստատությունով, մինչև մասնագիտացում, նաև պաշտպանական անվտանգային համակարգի բեկումնային փոփոխություններ են խոստանում, որտեղ ես ինքս հանդիսանում եմ այդ ոլորտի մասնագետ, երկար տարիներ աշխատել եմ ռազմաքաղաքական ոլորտում, պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում եմ աշխատել, գիտական ատենախոսությունը անվտանգային համակարգին պատկանում փոխելու ենք Խելամիջ 21-րդ դարի 2026 թվականի եւ 6-րդ պատերազմների հաղթի դիմակայքի հարաբերություն պետք է բացառում ենք նախկին 3 նախագահների եւ ներկայիս վարչապետի քաղաքական ուժերի հետ որևէ համագործակցությունը եւ կոալիցիա եւ նրանց հետ ասոցիացվող նրանց արբանյակ քաղաքական ուժերի եւ գործիչների համագործակցությունը։ Բացենք նոր եւ մաքուր ուժերի հետ համագործակցությունը, եթե կլինեն նմաններ։ Իսկ ձեր հնարավորությունները ինչպես է սոցիոլոգիական հետազոտությունները ասում է բարձր։ Սոցիոլոգիական հետազոտությունները մեզ բարձր դիրքավորում տալիս են, բայց այն ամենայնիվ ես համարում եմ սոցիոլոգիական հարցումները ոչ օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ մոտեցում, բոլորը ունեն անճշտության սկզբում։ Մենք մեր մեկնարկային հնարավորությունները բավականին բարձր ենք դիտարկում, տարբեր հաշվարկներով երկրորդ, երրորդ ուժը հանդիսացող են, որ հավակնում է առաջին ուժը լինելու Հայաստանի Հանրապետությունում, բայց թե իրականում օբյեկտիվորեն ինչ պատկեր է ցույց կտա ամսի 7-ը։ Իսկ արդյոք կան մաքուր ուժեր, թե ոչ, հայտարարողներ կան, բայց ավաղ տառապանքս փորձ ունի, ժամանակը պետք է ցույց տա։ Այսօր ձեր օրակարգում հանդիպելու եք այդ ուզեցիների հետ, այդ տարբեր քաղաքերում, հիմնականում ինչ ֆորմատով է շփումը, հա։ Շփումը մենք առաջին հերթին Գյումրիին վերաբերող հարցեր ենք ուզում քննարկել։ Ես գիտեմ, որ Գյումրիում